Զելենսկին ղեկավարում է այն Ուկրաինան, որը ի հայտ է եկել ԱՄՆ-ի կողմից կազմակերպված պետական հեղաշրջումից հետո, հայտարարել է ամերիկացի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Թաքեր Կարլսոն կայքում այս հեղաշրջմանը ԱՄՆ-ն ամենաուղղակի մասնակցությունն է ունեցել։ Օբաման ճանաչեց հեղաշրջումից հետո ի հայտ եկած նոր ռեժիմը, այն ռեժիմը, որն այսօր գլխավորում է Զելենսկին, ընդգծել է տնտեսագետը։ Սաքսը հիշեցրել է, որ 2014 թվականի փետրվարին Միացյալ Նահանգները պետական հեղաշրջում էր կազմակերպել Ուկրաինայում, որի արդյունքում տապալվել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին զոհվել է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով։ Տեղեկությունը հաստատել են Ֆրանս լրատվական գործակալությունը եւ Իրանի պետական հեռուստատեսությունը։ Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելի լայնածավալ պատերազմի մեկնարկից հետո կոչով դիմել է իր ժողովրդին։ Իրանի վսեմ ժողովուրդ, սիոնիստական ռեժիմն այսօր առավոտյան իր կեղտոտ ու արյունոտ ձեռքը երկարեց մեր սիրելի երկրի դեմ, նոր հանցագործությամբ ավելի քան երբևէ բացահայտելով իր չար էությունը եւ թիրախ դարձնելով բնակելի կենտրոնները։ Ռեժիմը պետք է սպասի խիստ պատժի։ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հզոր ձեռքը Աստծո կամքով նրան հանգիստ չի տալու։ Ու հարձակումների հետևանքով մի շարք հրամանատարներ եւ գիտնականներ նահատակվել են։ Նրանց փոխարինողներն ու գործընկերները անհապաղ անցել են իրենց պարտականությունների կատարմանը։ Սիոնիստական ռեժիմը այս հանցագործությամբ իր համար պատրաստեց դառը եւ ցավալի ճակատագիր, որը հաստատ կստանա։ Իրանի իշխանությունները նաեւ հայտնում են, որ շուտով պատասխան հարվածներ կհասցնեն Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածները դեմքին ապտակ կհասցնեն, ասում է Իրանի պաշտպանության նախարարությունը։ Իրանի վրա իսլամական հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել, որում ասված է. «Մենք նախկինի պես հավատարիմ ենք իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծմանը։ Իմ ամբողջ վարչակազմը ցուցումներ է ստացել Իրանի հետ բանակցություններ վարելու մասին։ Իրանը կարող է լինել մեծ երկիր, սակայն նախապես պետք է հրաժարվի միջուկային զենք ստանալու հույսերից։ Շնորհակալ եմ այս հարցին ձեր ուշադրության համար», նշել է ԱՄՆ նախագահը։ Ադրբեջանական մարտական ինքնաթիռները թռիչքներ են սկսել Լեռնային Ղարաբաղի առաջնագծում։ Minval.az-ի փոխանցմամբ այսօր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն հաստատել է տեղեկատվությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը Իրանի տարածքին հարվածների ժամանակ սպանել է առնվազն 6 միջուկային գիտնականի, հայտնում է Naur News-ը։ Հոդվածում ընդգծվում է, որ սա միայն նախնական տեղեկությունն է։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը հայտարարեց Ամ-Քելավի առյուծի ուժը գործողության մեկնարկի մասին։ Դրա նպատակն է վնասել Իրանի միջուկային եւ հրթիռային ծրագրերը։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իսլամական Հանրապետության մի քանի բնակեցված շրջաններում, ներառյալ Թեհրանում եւ Նաթանզում։ Թիրախները եղել են ռազմակայաններ, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ բնակելի համալիրներ, որտեղ գտնվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամները։ Ընդհանուր առմամբ իսրայելական զորքերը մոտ 100 անօդաչու թռչող սարք են արձակել իրանական թիրախների ուղղությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ երկիրը կպաշտպանի Իսրայելին Իրանի պատասխան հարձակման դեպքում։ Հաղորդում է Fox News-ը. «Ես նախապես գիտեի Իսրայելի կողմից հարվածներ հասցնելու ծրագրի մասին, սակայն Վաշինգտոնը ոչ մի կերպ ներգրավված չէր ռազմական առումով», ընդգծել է քաղաքական գործիչը։ Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հույս է հայտնել, որ տեղի ունեցածից հետո Իրանը կվերադառնա միջուկային գործարքի շուրջ բանակցությունների սեղանի շուրջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքով երկիրը հարված է հասցրել Իրանի միջուկային հարստացման ծրագրի սրտին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին եւ այլ զինվորականներ ու քաղաքացիական անձիկ զոհվել են Թեհրանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է ԻՌՆ-ն։ Թասնիմ լրատվական գործակալությունը ուրբաթ վաղ առավոտյան հայտնել է, որ գեներալ-մայոր Սալամին սպանվել է գիշերը Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում։ Այս պահին այլ մանրամասներ չեն տրամադրվել։ Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պաշտոնական հայտարարությամբ հաստատել է գեներալ-մայոր Սալամիի մահը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է անվտանգության խորհրդակցություն Սպիտակ տանը երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության մասնակցությամբ։ Ըստ Военные осведомитель Telegram ալիքի Միացյալ Նահանգների բոլոր ռազմաբազաները Մերձավոր Արևելքում բերված են լրիվ մարտական պատրաստվածության վիճակի։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը մինչ այդ թույլատրել էր ամերիկացի զինծառայողների ընտանիքների կամավոր տարհանումը CENTCOM-ի պատասխանատվության գոտուց տարածաշրջանում աճող սպառնալիքների պայմաններում։ ԱՄՆ բանակը գործում է սերտ համակարգման պետդեպարտամենտի դաշնակիցների եւ գործընկերների հետ։ Իրանի պաշտպանության նախարարն էլ նախազգուշացրել է, որ հնարավոր պատերազմի դեպքում Թեհրանը հարված կհասցնի ԱՄՆ բոլոր ռազմաբազաներին Մերձավոր Արևելքում։ Ներկայում Իրանում հայտարարում են նաև, որ ստացվել է մուտք Իսրայելի հրթիռային ծրագրի վերաբերյալ տվյալների։ Ռուս ռազմական փորձագետ Անդրեյ Մարոչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը Լուգանսկի մոտակա Մոխրագույն գոտուց դուրսբերման գործողություններ են իրականացնում ոչ միայն իրենց զոհված զինվորների, այլև ռուս զինծառայողների մարմինները վերցնելու նպատակով։ Նրա խոսքով դա արվում է փոխանակման ֆոնդ ստեղծելու համար։ Ռուսաստանի Դաշնության վերահսկողության համակարգերն արձանագրել են Ուկրաինայի կողմից դիակների տարհանման փորձեր։ Մարոչկոն պնդում է, որ նախնական տվյալներով հանվում են ռուսական կողմի զոհված զինվորների մարմինները, թեև տեղեկությունը դեռ ճշտվում է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան Ռուսաստանին է հանձնել 27 ռուս զինծառայողի մարմին։ Փոխանակման վերջին փուլում Ռուսաստանը վերադարձրել է Ուկրաինային 1212 մարմին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել էր ռազմագերիներին նոր փոխանակման փաստը։ Հունիսի 11-ի երեկոյան Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում միգրանտների դեմ կրկին բողոքի ցույցեր են սկսվել, որոնք շուտով վերածվել են զանգվածային անկարգությունների։ Ցուցարարները վնասել են ներգաղթյալների տները, այրել մեքենաները եւ ոստիկանների վրա նետել ջուրավառ հեղուկով շշեր ու աղյուսներ։ Բախման ժամանակ 17 ոստիկան է վիրավորվել, 5 ցուցարար ձերբակալվել է։ Իրավապահ մարմինները ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին։ Միգրանտների դեմ բողոքի ցույցերը սկսվել էին հունիսի 9-ի երեկոյան, երբ 14-ամյա ռումինացի երկու դեռահաս մեղադրվել են իրենց տարեկից աղջկան բռնաբարելու փորձի համար։ Ցույցերից մի քանի ժամ առաջ դատարանում դեռահասների փաստաբանը հայտարարել էր, որ նրանք կտրականապես հերքում են առաջադրված մեղադրանքները։ Ցուցարարները որոշ տների վրա թողել են բնակիչների ազգությունը նշող գրառումներ։ Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օնիլը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բալիմենայում տեղի ունեցող անկարգությունները։ Նա դա անվանել է մաքուր ռասիզմ։ Պատասխանատուները բացի վախից եւ ատելությունից հասարակությանը ոչինչ չեն բերում, ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն GlobState 2025 ֆորումին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի օգտագործելով պահը հարևանների հետ երկարատև գործունեություն կերտելու համար պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս հանդես կգա Հայաստանը փոփոխվող աշխարհում քննարկմանը։ Զվարթնոց օդանավակայանում չվերթներ են չեղարկվել Իրանին հասցված ավիահարվածներից հետո ստեղծված լարվածության ֆոնին չեղարկվել է Fly1 ավիաընկերության Թել Ավիվ-Երևան Թել Ավիվ չվերթը։ Միացյալ Արաբական Էմիրությունները չեղարկել հետաձգել է մի շարք չվերթներ կամ փոխել օդային երթուղիները։ Այս պահին չեղարկված են Fly Dubai ավիաընկերության Դուբայ-Երևան Դուբայ եւ Wizz Air-ի Աբու Դաբի-Երևան Աբու Դաբի չվերթները։ Եթե հայ ժողովուրդը հզոր Ռուսաստանի կայսրին հաղթահարեց, Նիկոլի նման մի ազգադավն ու սրբապիղծին չէ, որին չհաղթահարի։ Այս մասին ասել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նման կերպ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը շարունակել է եկեղեցի իշխանություններ հեռահար վեճի մասին իր անդրադարձը։ Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ 20-րդ դարի սկզբին Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ը օրենք ընդունեց հայոց եկեղեցու գույքի բռնագրավման եւ հայկական դպրոցների փակման մասին, ինչը ընդվզման ալիք առաջացրեց հայ ժողովրդի բոլոր խավերում, ակամա խթանելով հայկական ազգայնականության ձևավորումը, որ կայսրը ստիպված եղավ 1905 թվականին չեղարկել այդ օրենքը, նշել է Տեր-Պետրոսյանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակը։ Սպերցյանը Չեռնոգորիայի դեմ վերջերս տեղի ունեցած հանդիպման 24-րդ վայրկյանին է դարձել գոլի հեղինակ։ Այս կերպ նա շրջանցել է հավաքականի նախկին հարձակվող Յուրամ Օվսիսյանին, որը 2013-ի Դանիայի դեմ արտագնա խաղում գոլ էր խփել խաղի արդեն 26-րդ րոպեին։
Այս արշավը Բաքվից է ուղղորդվում, եկեղեցին 2018-ին անելիք ուներ։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է ՀԱՅՔՎ ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով վերջի շրջանին իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավին։ Ապա անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված կուսակրոնության խնդրին, նա մասնավորապես նշել է. Ես կարծում եմ, որ այդ պարտադիր պայմանը պետք է հանել։ Նա պետք է դա լինի բացարձակ կամավոր, այսինքն կուսակրոն դառնան միայն այն հոգևորականները, որոնք բացարձակ ցանկություն ունեն կուսակրոն լինելու։ Բայց դա եկեղեցու ներքին խնդիրն է։ Դա եկեղեցին պետք է որոշի, ավելին ձեզ ասեմ, դա ըստ էության 2000 տարիների ավանդություն է մեր եկեղեցու մեջ եւ ոչ միայն մեր եկեղեցու։ Նույնը կաթոլիկ եկեղեցու, նույնը այլ եկեղեցիներում կուսակրոնությունը ավանդություն է։ Ի վերջո եկեղեցին պետք է այդ խնդիրը լուծի, բայց եթե նույնիսկ եկեղեցին այդ խնդիրը չի լուծել, դա որևէ կերպ պետությանը իրավունք եւ առիթ չի տալի կամ որևէ պաշտոննա տարանձի, դեռ այդ հարցում միջամտություն իրականացնել։ Դա իրենց գործը չի։ Փաշինյանը կարող է իր կարծիք արտահայտել դրա մասին, ինչպես եւ կարող եմ ես իմ կարծիքը արտահայտել, ինչպես եւ արտահայտեցին, որ ես կարծում եմ, որ կուսակրոնությունը պետք է բացարձակ կամավոր լինի եւ չդառնա ընդհանրապես այսպեսի խնդրահարական, մեկը երեխա ունի, մեկը ընտանիք ունի, դա պետք է ընդհանրապես օրինականացվի։ Դա մեր ժամանակներում, երբ որ ծնելիությունը կտրուկ անկում է տեղի ունեցել, երբ որ մեր ազգը վերարտադրության, ֆիզիկական վերարտադրության խնդիր ունի, ընդհանրապես պետք չի մարդկանց սահմանափակել ընտանիք ունենալու եւ երեխա ունենալու խնդիրը։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Հելսինկին չի ծրագրում զինվորականներ ուղարկել Ուկրաինայի, եթե հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվի։ Այս մասին նա հայտնել է ճապոնական NHK հեռուստաալիքին։ Այս պահին զինվորականներ ուղարկելու պլաններ չկան։ Նշել է նա, նրա խոսքով Ֆինլանդիա պետք է զբաղվի Եվրոպայի հյուսիս-արևելքում զսպվածությամբ։ Թեհրանը դատապարտում է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը, որը քննադատում է Իրանի միջուկային գործունեությունը արտգործնախարարության եւ ատոմային էներգիայի կազմակերպության համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Իրանը միշտ հետևել է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ իր պարտավորություններին, միևնույն ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն լռում է Իսրայելի միջուկային զինանոցի եւ Բեռլինի իր տարածքում ֆրանսիական մարտագլխիկներ տեղակայելու պատրաստակամության մասին։ Իրանը որոշել է արձագանքել բանաձևին։ ԱԵԿ-ի ղեկավար Մուհամմադ Տեսլամին հայտարարել է անվտանգ վայրում ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին։ Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության ղեկավար Կիմ Չեն Ընը Ռուսաստանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական հեռագրում քաղաքական գործին անվանել է իր ամենամոտ ընկերը։ Այս մասին հայտնում է Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կենտրոնական լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ Կիմ Չեն Ընը շնորհավորական հեռագիր է հղել Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Հեռագրում Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանի նախագահին անվանում է իր ամենամոտ ընկերը։ Իմ ամենամոտ ընկեր, ես անկեղծորեն մաղթում եմ քեզ քաջ առողջություն, իսկ եղբայրական ռուս ժողովրդին հավերժական հաջողություն, բարեկեցություն եւ բարգավաճում, ասվում է փաստաթղթում։ Կիմ Չեն Ընը հավելել է, որ Ռուսաստանը Պուտինի ղեկավարությամբ վստահորեն բացում է իր ապագան, իսկ Հյուսիսային Կորեայի ժողովուրդն անկեղծորեն ուրախանում է եղբայրական պետությունում ձեռք բերված հաջողություններով։ Դեռևս չկան կոնկրետ պայմանավորվածություններ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ։ Այս մասին ասել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նա ընդգծել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Մինչ այս Դարչիևն ասել էր, որ ռուս-ամերիկյան խորհրդակցությունների հերթական փուլը նվիրված երկկողմ դիվանագիտական հարաբերությունների ոլորտում գրգռիչների վերացմանը կանցկացվի Մոսկվայում։ Խորհրդակցությունները լինելու են Ստամբուլում անցկացված նախորդ փուլերի շարունակությունը եւ առաջին անգամ կանցկացվեն կողմերից մեկի տարածքում։ Հանդիպումը տեղի կունենա շատ մոտ ապագայում, մանրամասնել է դիվանագետը։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները ռուսական օդանավակայանների վրա լուրջ հետևանքներ կունենան Կիևի համար։ Այս մասին հայտնում է Strategic Culture-ը։ Պարբերականը պնդում է, որ Ուկրաինան եւ նրա հանցակիցները հասկացել են Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի վրա հարձակումների լրջությունը։ Հրապարակման համաձայն Կիևի հարձակումների նպատակը PR-ն էր եւ փորձերը եվրոպական երկրներին ցույց տալ իրենց մարտունակությունը ավելի մեծ աջակցություն ստանալու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խուսափում է քննադատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում նրանց վիճաբանությունից հետո։ Այսպիսի պնդում է անում Բիլդի լրագրող Փոլ Ռոնցհեյմերը, ով հարցազրույց է վերցրել Զելենսկուց։
Նրա խոսքով Ուկրաինայի նախագահը հաճախ է երկար մտածում Թրամփի մասին հարցերին պատասխանելուց առաջ։ Բիլդին տված հարցազրույցում Զելենսկին ընդգծել է, որ Թրամփն ընտրել է իր մարտավարությունը, որը նա չէր ցանկանա դատապարտել։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա արդի եւ իդեմս դեսպանի Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել բարեկեցություն, խաղաղություն եւ բարգավաճում։ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Խոսելով Հայաստան խմբակցության դիրքորոշման մասին, նա նշել է, որ իր համար անհասկանալի է ընդդիմադիր պատգամավորների դիրքորոշումը։ Ինձ համար ավելի հասկանալի կլիներ, եթե Հայաստան խմբակցության մեր գործընկերները միանգամից ասեն չենք ստորագրում։ Մանիպուլյացիաներ չեն սրանք։ Չեմ ուզում ես որակումներ տամ, եթե ստորագրում եք, մամի ջանի թղթի տակ ստորագրեք, եթե չեք ստորագրում, ասեք չեք ստորագրում, մի պետք չէ, չեմ ուզում այլ որակում տա։ Ոնց որ մի քեզ $5,000 փող պետք կլի, ասես դու ասեմ ջեբս դրած է, ինչ տարբերություն։ Եվ տարբերություն չլեր քերիդ մորքուրդ կլներ էլի։ Հայաստանը խեղդվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի ջերմ գրկախառնությունից կամ մրցակցությունից եւ փորձում է մեծ դաշնակից փնտրել, որը կապահովի Հայաստանի անվտանգությունը։ Ինչպես պետք է Հայաստանը դիրքավորվի այս իրավիճակում։ Պետք է վերականգնի Ռուսաստանի հետ հարաբերությունները, թե հույսը դնի իր վրա։ Այս հարցերին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Իմ կարծիքով Հայաստանը չի կարող հույս ունենալ որևէ ավագ եղբորը։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանի հետ պետք է հարաբերությունները վատացնենք կամ պետք է չձգտենք ուրիշ երկրների հետ հարաբերությունների բարելավման, բայց ավագ եղբոր հույսը պետք է չունենանք։ Առաջին հերթին դա այն պատճառով է, որ այս տարածաշրջանում այդքան գերիշխումը չի լինելու որևէ ուժի, որը մեզ կապահովի անվտանգությամբ, եթե օրինակ Խորհրդային Միությունը պայմանական ասած 1922 թվականից մինչև 91 թիվ գերիշխել է այս տարածաշրջանում եւ ուրիշ ուժ չէր կարող վիճարկել Խորհրդային Միության այստեղ ներկայությունը, բացի այն էպիզոդից, երբ 42-3 թվականներին Թուրքիան, այսպես ասած, մտածում էր, եթե Խորհրդային Միությունը պարտվի, կարող է մտնի Հարավային Կովկաս։ Բացի այդ, իրականում ոչ մեկը չէր կարող վիճարկել, ապա այդ ժամանակ ինքնստինքյան Մոսկվայի հետ հարաբերությունները դառնում են գերիշխող, ապա հիմա չի լինելու նման բան։ Եվ այսպիսով հույս ունենալ, որ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք կարող ենք հարցեր լուծել, դա սին մտածելակերպ է։ Ավելին ասեմ, այն ինչ ես ինչքան հասկանում եմ հույս ուներ Հայաստանի իշխանությունը, թե հիմիկվա թե նախորդը, որ պետքական պարագայում մենք կարող ենք զանգել Մոսկվա եւ Մոսկվան կարող է լուծել հարցը, հա, դա սխալ է եղել։ Ինչու է սխալ եղել, որովհետեւ Մոսկվան ուղղակի չունի այդ ունակություն։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեթ Գենսերը համոզված է Բաքվի դատարանն արդեն ունի իր վճիռները, չկա գեթ մի իրավունք, որ Ադրբեջանը չի խախտել հայ ռազմագերիների նկատմամբ։ Նա մասնավորապես նշել է, գործերը քննվում են ռազմական դատարանում, բայց միջազգային իրավունքի համաձայն քաղաքացիական անձը չպետք է դատվի ռազմական դատարանում։ Սա միջազգային իրավունքի համաձայն անօրինական է, որովհետև ռազմական դատավորը եւ դատախազները անկախ եւ անաչառ չեն։ Նրանք հաշվետու են գլխավոր հրամանատարին, որն այս դեպքում իհարկե նախագահ Ալիևն է։ Այսպիսով արդյունքը նախապես որոշված է։ Ռուբենը կդատապարտվի, մյուսները եւս։ Վերջին հաշվով սա ավելի շատ քաղաքական հարց է։ Կարևոր է հիմա հասկանալ, ինչպես բանտից դուրս հանել բռնապետների կողմից կալանավորված քաղբանտարկյալներին։ Ազատությանը տված հարցազրույցում ասել է Գենսերը։ Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 4 տասնյակից ավելի հոդվածներով, նրան մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև անօդաչու թռչող սարքերի պատերազմ է, իսկ դրանք հզոր եւ ժամանակակից զենք են, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է Pod Force One-ը։ Այն թե ինչպես են Ռուսաստանի Դաշնությունը եւ Ուկրաինան կիրառում անօդաչու թռչող սարքեր, պարզապես զարմանալի է, ասել է Թրամփը։ Նրա խոսքով 3 տարի առաջ ոչ ոք չէր էլ կասկածում, որ անօդաչու թռչող սարքերը այդքան արդյունավետ կլինեն։ Բացի այդ, Թրամփը համոզված է, որ անօդաչուները ունակ են փոխարինել շատ այլ զինատեսակներ, նույնիսկ ինքնաթիռներ։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ երկիրը Եվրամիության գործընկերների հետ քննարկում է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի սահմանափակումը կամ վերացումը։ Նրա խոսքերն է մեջբերում TVP Info հեռուստաալիքը։ Ես արդեն խոսել եմ այդ հարցի շուրջ Եվրամիության գործընկերների հետ։ Մենք անհրաժեշտ մեծամասնության ստեղծման գործընթացում ենք, որպեսզի սահմանափակենք կամ չեղարկենք Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, նշել է Տուսկը։ Եվրամիությունը 2025 թվականի հունվարին դադարեցրել է առանց վիզաների ռեժիմը վրացի դիվանագետների եւ պաշտոնատար անձանց համար։ Բացի այդ, Եվրամիության մի շարք երկրներ անձնական պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Մերձավոր Արևելքից ամերիկյան անձնակազմի մի մասի դուրսբերումը Իսրայելի եւ Իրանի միջև լարվածության սրման ֆոնին, մեջբերում է ABC News-ը։ Այո, նրանք դուրս են բերվում, քանի որ Մերձավոր Արևելքը կարող է դառնալ վտանգավոր վայր, հայտարարել է Թրամփը։ Իրանը մեկնաբանել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը, որն առաջին անգամ է ընդունվել վերջին գրեթե 20 տարվա ընթացքում։ Դրանում Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ի եւ եվրոպական եռյակին, Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային հակաիրանական բանաձևի միջոցով իր մանդատը քաղաքականացնելու փորձի մեջ։ Հինգշաբթի օրը, հունիսի 12-ին ատոմային էներգիայի միջազգային գործակալության 35 երկրների կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ խախտում է միջուկային զենքի չտարածման իր պարտավորությունները։ Հակաիրանական բանաձևն ընդունվել է ՄԱԳԱՏԵ-ի կառավարիչների խորհրդի կողմից 19 կողմձայնով 3 երկրներ՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Բուրկինա Ֆասոն դեմ են քվեարկել, իսկ 11-ը ձեռնպահ է մնացել։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը 3 բառով դիմել է ռուսաստանցիներին։ Շնորհավոր Ռուսաստանի օրը, ասել է քաղաքական գործիչը։ Մինչ այս պահը իմպիչմենտի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն, մնացածն իրենք պետք է պատասխանեն, թե ինչու չեն ստորագրում։ Այս մասին ասել է Մասիսի քաղաքապետ պատիվ ունեմի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը։ Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև վարչապետի պաշտոնակատարին վերջնական անվստահություն հայտնելը, ասել է նա։ Անդրադառնալով Հայաստան խմբակցության իմպիչմենտի գործընթացին միանալուն, Դավիթ Համբարձումյանն ասել է, թե պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն արդեն ցույց է տվել, որ ձևաթղթի տակ չկան Հայաստան խմբակցության անդամների ստորագրությունները։ Թե ինչի տակ են դրել եւ ոնց են դա ներկայացնելու, ճիշտ կլինի իրենց հարցնել, նշել է Դավիթ Համբարձումյանը։ Նա վստահ է, որ իրենց կհաջողվի փողոցում գործընթաց գեներացնել։ Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 74 տարեկան։ Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար կազմը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Պանթեոնում էին հարգանքի տուրք մատուցելու Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։ Ձեռնպահ է մնում այդ թեմայով խոսելուց դրա մասին Հայկ Մամիջանյանն ամեն ինչ ասել է։ Այս մասին Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնում Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ Հայաստան խմբակցության գործողություններին։ Ով է ասել, որ այդ գործընթացը դատապարտված է։ Գործընթացը սկսում է, երբ ազգային ժողովի մեկ պատգամավոր առաջադրում է վարչապետի թեկնածու, ասել է Սարգսյանը։ Դիտարկմանը, թե 36 ստորագրություն է պետք, ինչը չկա, ինչպես են ազգային ժողովում գործընթաց սկսելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է։ Մենք ասացինք, որ ազգային ժողովի նիստերի դահլիճ բերելու ենք, երբ ունենանք 54 ստորագրություն, 36-ը կապ չունի, ընդգծել է երրորդ նախագահը։ Նշենք, որ 3 տեղի են ունեցել բանակցություններ Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունների միջև։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ նրա շնորհավորանքները տարածել է պետդեպարտամենտը։ Նա ընդգծել է Ռուսաստանի Դաշնության հետ կառուցողական հարաբերություններ ստեղծելու իր հանձնառությունը հանուն Ուկրաինայի հետ խաղաղության։ Ռուբիոն հույս է հայտնել, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը կհանգեցնի ԱՄՆ եւ Ռուսաստանի միջև փոխշահավետ հարաբերությունների։ Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ռուս ժողովրդին ավելի լուսավոր ապագայի ձգտումներում աջակցելուն, ասված է շնորհավորանքում։
Հնդկաստանի արևմտյան Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտակայքում օդ բարձրանալուց հետո կործանվել է ուղևորատար ինքնաթիռ։ Air India ընկերությանը պատկանող Boeing 797 Dreamliner, որի մեջ եղել է 290 ուղևոր, ուղևորվում էր Լոնդոն։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հայտնում է DPA գործակալությունը, նշվում է, որ Պիստորիուսը մտադիր է Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայի զինված ուժերի նոր ռազմական օգնությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը մանրամասնել է, որ Բերլինը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել եւ հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցությունների։ Իհարկե, մենք կխոսենք այն մասին, թե ապագայում ինչպիսին կլինի Գերմանիայի եւ այլ եվրոպացիների աջակցությունը, ինչ կարող ենք անել օրինակ արդյունաբերական համագործակցության ոլորտում, ինչպես նաեւ այլ օժանդակությունների մասով, նշել է պաշտպանության նախարարը։ ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ գեներալ Դեքեյնը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կանգ չի առնում Ուկրաինայում, եթե հակամարտությունն ավարտվի Մոսկվայի օգտին։ Այս մասին նա ասել է ԱՄՆ կոնգրեսում լսումների ժամանակ, գրում է The Hill-ը։ Հոդվածում նշվում է, որ նման հռետորաբանությունը կտրուկ հակասում է այս հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը։ Լսումների ժամանակ սենատոր Լինսի Գրեմը Քեյնին մի շարք հարցեր է տվել արտաքին հակամարտությունների վերաբերյալ, հարցնելով, թե Պուտինը կկանգնի արդյոք Ուկրաինայում, գրում է թերթը։ Չեմ հավատում, որ դա այդպես է, ի պատասխան ասել է Քեյնը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ Մոսկվայում բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար։ Այս մասին Բիլդին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Կարծում եմ, որ պատմականորեն Թրամփի համար ոչինչ չի կարող ավելի կարևոր լինել, քան խաղաղության վերականգնումն ամբողջ աշխարհում։ Թրամփը պետք է պատժամիջոցներ սահմանի, որպեսզի Պուտինը անմիջապես ասի՝ եկեք խոսենք պատերազմի ավարտի մասին։ Նրա խոսքով Թրամփը տեսնում է, որ ռուսական կողմը լիովին ազնիվ եւ բաց չէ։ Զելենսկին պնդում է, որ Մոսկվան ուժից բացի ոչինչ չի հասկանում, եւ Ամերիկան ունի այդ ուժը, նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը հասկանում է դա։ Եվրամիությունն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել չինական երկու փոքր բանկերի դեմ Ռուսաստանին օգնելու համար շրջանցելու միության պատժամիջոցները, այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Հրատարակությունը նշում է, որ սահմանափակումների շրջանակներում կարգելվի ցանկացած գործարք Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանին տեղակայված երկու տարածաշրջանային վարկային հաստատությունների հետ։ Ընդգծվում է, որ չինական երկու բանկերը կասկածվում են ռուսական կողմին Եվրամիության ներկայիս առևտրային սահմանափակումները շրջանցելու հարցում օգնելու մեջ։ Գործակալությունը չի նշում, թե չինական որ վարկային հաստատությունները կենթարկվեն պատժամիջոցների։ ԱՄՆ ներգաղթի իշխանությունները մտադիր են մարտավարական ստորաբաժանումներ տեղակայել 5 շրջաններում, որոնք կառավարվում են դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների կողմից, հայտնում են NBC-ին, հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով ստորաբաժանումները նախատեսվում է ուղարկել Սիեթլ, Չիկագո, Ֆիլադելֆիա, Նյու Յորք եւ Հյուսիսային Վիրջինիայի շրջան։ Նշվում է, որ այս քաղաքների բոլոր ստորաբաժանումներին հրահանգ է տրվել պատրաստ լինել տեղակայման, մինչև այս Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հրաժարվել էր ընդունել Ֆլորիդայի նահանգի օգնությունը Լոս Անջելեսում բողոքի ցույցերը դադարեցնելու համար։ Չեխիայի նախագահ Պետր Պավելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Եվրոպայի եւ Ռուսաստանի նկատմամբ եւ կոչ է արել Եվրամիությանը ավելի շատ ժամանակ տալ մայրցամաքի անվտանգությունն ապահովելու եւ Մոսկվային զսպելու համար։ Պավելը խոստովանել է, որ եվրոպական երկրները չեն կարողանա երկարաժամկետ խաղաղություն ապահովել Ուկրաինայում առանց ԱՄՆ-ի օգնության, եւ Թրամփը իրավացի է, որ պահանջում է մեծացնել պաշտպանական ծախսերը, սակայն ըստ նրա տարիներ կպահանջվեն փոխարինելու անվտանգության որոշ երաշխիքներ, որոնք տալիս է Վաշինգտոնը։ Եվրոպական դաշնակիցները կցանկանային ավելի վճռական հաստատում, որ Ռուսաստանը մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքն է եւ գոնե կարճաժամկետ հեռանկարում կլինի, ասել է Պավելը։ Լոս Անջելեսի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել հարյուրավոր ցուցարարների դեմ պարետային ժամի գոտուց դուրս։ Ակտիվիստները երթով անցել են քաղաքով, մոտ 1 ժամ ոստիկանները չեն միջամտել, սակայն ավելի ուշ ավտոմեքենաներով անվտանգային ուժերը շրջափակել են ամբոխին։ Իրենց ավտոմեքենաներից իջնելով ոստիկանները ռետինե փամփուշտներ են կիրառել։ Ոստիկանության գործողություններից հետո հավաքվածները նահանջել են, բայց չեն ցրվել։
Նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հակառակորդները հայտարարել էին զանգվածային ցույցեր ամբողջ երկրում որպես No Kings ակցիայի մի մաս, որը նախատեսվում է անցկացնել հունիսի 14-ին Վաշինգտոնում զորահանդեսի օրը։ Եղանակը առաջիկա օրերին։ Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 12-ից 13-ի կեսօրից հետո 14-ից 16-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 12-ից 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ից 13-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ից 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-ից 14-ի երեկոյան, 15-ից 16-ի գիշերը եւ երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայրաքաղաքում հունիսի 12-ից 3-ը կլինի 30-ից 32 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +26-ից մինչև +26 աստիճան։